շատ Նախնի հարց ուղղակի ճշտով, իհարկե ում էր հետաքրքիր, բայց Աննա Հակոբյանը հրապարակային հայտարարեց, որ գնում է կառավարական տնից։ Ըստ ձեզ ինչու։ Անկեղծ ասած, այսպիսի բան է, ես համոզված եմ, որ դա ուղղակի սրտաճմլիկ ինչ-որ սցենար էր, որովհետև ես այսպես եմ մտածում, եթե իսկապես սիրելի հայրենակիցներ, նրանք տարաձայնություններ ունեն եւ այլևս իրար հետ ապրելու հնարավորությունները բացառվում են, իրենք իսկապես բաժանվում են, ապա պատկերացնում եք, չէ, դուք բոլորը շատ լավ գիտեք, չէ, որ Աննա Հակոբյանը շատ ավելի գաղտնիքների է տիրապետում, քան հենց ինքը Նիկոլ Փաշինյանը։ Դուք պատկերացնում եք, չէ, եթե իսկապես իրենք բաժանված լինեին, Նիկոլ Փաշինյանը հիմա վախերի մեջ ինձ ցնցումների մեջ պիտի լիներ, չէ որ այդ գաղտնիքները տիրապետում է Աննա Հակոբյանը եւ նա կվախենար Աննա Հակոբյանից եւ Աննա Հակոբյանը այսպես հեշտությամբ չէր թողնի գնար հիմա Նիկոլը պիտի ցնցումների մեջ լիներ հիմա Նիկոլը չգիտեմ քանի տակ բունկերում պիտի լիներ որովհետեւ գաղտնիք տիրապետող Աննան իրենից հեռացել է ես պարզապես համոզված եմ որ դա սցենար է թե ինչ սցենար է չեմ կարող ասել բայց ուղղակի սրտաճմլիկ սցենար է իրենք իրենց համար պլան B, C, D կամ գումարները իրենց յուրացրած գումարները ավելի հեշտ երկրից տանելու, ավելի հեշտ յուրացնելու, ավելի հեշտ հետագայում օգտագործելու նպատակ ունեն կամ չեմ կարող ասել, հասկանում եք, որովհետև սրանց մոտ ամեն ինչ այնքան ցինիկ է, որ ես չեմ կարող պատկերացնել, թե նրանք ընտանեկան սրբությունները, ընտանիքի մասին գաղափարները ինչքան կարող են տրորել ու ասել, բայց ես ուզում եմ խոսել, եթե խոսքը գնում է Աննա Հակոբյանի մասին, նորից կոռուպցիոն դրսևորման մի կարևոր փաստի մասին։ Ես պարզապես երեք կոռուպցիայի կոմիտեի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հարց եմ տալիս։ Ասում եմ, պարոն Նահապետյան, ըստ էության մեր պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների հենց հատկապես վարչապետի ընտանիքի անդամների անվտանգության ապահովումը օրենսդրորեն ոչ միայն թույլատրելի, այլ պարտադիր է, բայց օրենքում հստակ գրված է ընտանիքի անդամների, իսկ ընտանեկան օրենսդրությամբ հստակ ձևակերպված է ընտանիքի անդամները դրանք ամուսիններն են, ծնողները եւ երեխաները, եթե համատեղ են բնակվում։ Իսկ նույն ընտանեկան օրենսդրությամբ հստակ ձևակերպում կա ընտանիք ամուսնությունը համարվում է միայն ԶԱԳՍ-ում գրանցված ամուսնությունը լավ ենթադրենք հանրությունը մինչև իրենց այս հայտարարությունները չգիտեր որ նրանք ԶԱԳՍ-ով ամուսնացած չեն բայց այդ պետական պաշտպանություն իրականացնող մարմինը երբ որ որոշում է ստորագրում ապահովել Աննա Հակոբյանի անվտանգությունը նա այդ որոշման տակ պետք է հիմքեր դներ չէ այդ ինչ հիմքա դրել ԶԱԳՍ-ի ինչ փաստաթուղթա դրել երբ որ այդ մարդիկ իրենք են հայտարարում որ իրենք ոչ ԶԱԳՍ-ով ոչ եկեղեցով ամուսնացած չեն եղել նշանակում է ի սկզբանե օրենքի խախտում է եղել եւ փաստացիորեն արդեն քանի տարի 7-8 տարի է սրանք իշխանության են պետական բյուջեից անօրեն փողեր են ծախսվել միլիոններ են ծախսվել ոմն Աննա Հակոբյանի անվտանգությունը պահելու համար ինչու ինչ հիմնավորմամբ սա լուրջ կոռուպցիոն դրսևորում է որի մասին պետք է հակակոռուպցիոն կոմիտեն մտածի եւ երբ ես նրան այս հարցը տալիս եմ ասում տիկին Կյուրեղյան միգուցե դիմեք հենց պետական պահպանություն իրականացնող մարմնին ոչ պարոն Նահապետյան ես հենց ձեզ եմ դիմել հասկանալով որ դուք եք կոռուպցիայի հարցերով զբաղվողը եւ դուք պարտավոր եք այդ հարցով զբաղվել եւ հիմա այս ելույթս էլ նաեւ ազգային ժողովի ելույթը համարեք հանցագործության մասին հաղորդագրություն ես հաղորդում եմ որ օրենքի խախտում է տեղի ունեցել եւ ըստ էության բյուջեից միլիոններ են ծախսվել ինչ որ մեկի անվտանգությունը պահելու չունենալով որևէ իրավական հիմք այնպես որ չի կարելի այսպես ամեն ինչին նայել մատերի արանքով կոռուպցիա